Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում նրան տապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ պարոն Ազատ Արշակյանի հետ։ Ողջունում եմ պարոն Արշակյան, շնորհակալ եմ եւ կրկին շնորհակալ եմ, որ ես էլ եմ շնորհակալ, որովհետեւ գիտեմ, որ ձեզ դժվար է գալը, բայց դուք սիրով գալիս եք, ես սիրով հրավիրում եմ եւ դուք սիրով գալիս եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Արշակյան, իհարկե տարին ամփոփվում է եւ բոլորս հիմա հետ ենք նայում անցնող տարվան, փորձենք այսօր առաջ նայել, այո, չէ, բայց պետք է գնահատենք, ինչն էինք համարում ճիշտ, ինչը դուրս եկավ սխալ, եւ նախ ամենակարևորը ինչն ենք այս անցնող տարվանից տեղափոխում գալիք տարի, միշտ դա ենք կարողանում, պետք է դա էլ կարողանանք գնահատել, մի խոսքով գնահատում ենք, ինչն էինք համարում ճիշտ ստացվեց, որ սխալվում էինք, ինչն էինք համարում վատ, վնասաբեր, որը պարզվեց, որ այդքան էլ այդպես չէ։ Ամենապարզ օրինակից եմ առաջարկում, սկսենք։ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը միշտ տարիներ շարունակ մենք միշտ համարել ենք, որ դա մեր ամենաթույլ տեղն է, մենք խոցելի ենք շատ, պարզ է, հա, մեր հարևանների թեման է եւ այլն։ Եվ հիմա կարծես թե նույն աշխարհաքաղաքական դիրքը Հայաստանը փորձում է օգտագործել որպես իր ամենաուժեղ այն ինչ ունի բոլոր ամբողջ զինանոցի մեջ ամենաուժեղ հատվածը։ Արդյոք այդպես է, արդյոք մենք ճիշտ ենք գնահատում մեր ուժեղ եւ թույլ կողմերը, եւ այո, ինչն էինք համարում ճիշտ, հետո դուրս եկավ սխալ, ինչն էինք համարում սխալ, որը դուրս եկավ ճիշտ։ Կհասցնենք հատվածաբար, եթե ամբողջներ չհասցնենք, թեման մեծ է։ Ինձ ընդհատեք, հենց որ տեսնեք, որ ես շատ եմ հեռանում կամ շատ եմ խորացել, ընդհատեք։ Բայց հակված եմ լուր լսելուց, որտեղ թեման մեծ է իսկ։ Հա, իրոք շատ հետաքրքիր թեմա է, նախ այդ դրական մոտեցումը մենք հիմա մեր հանրության մի մասն ենք, մենք դրանով ապրում ենք, այ երկուսով եւ մեր հետևորդները։ Շատ հին բան ասում են, իբր Նապոլեոնն է ասել, որ աշխարհագրությունը դա դատավճիռ է։ Դատավճիռ, պատկերացնում եք, դա վատ բան է ընդհանրապես։ Մենք հենց այդպես էլ ընկալել ենք, հայը։ Մի դեպքում ասում ենք հայրենիք դրախտավայր, դրախտ աստծո պարգևն է այս տարածքը, այս լանդշաֆտը մենք նվեր ենք ստացել, մյուս կողմից էլ բոլոր դժբախտությունների պատճառը համարում էինք աշխարհագրությունը։ Հիմա ես լավատես եմ ու մտածում եմ, որ այս տարին 25 թիվը, 2025 թիվը հատուկ նմուշ է համարժեքության։ Այսինքն մենք համարժեք վարքագիծ դրսևորեցինք։ Այ եթե որտեղ ուզում է լինի, այսինքն լանդշաֆտը չի պարգևը կամ դատավճիռը, մենք պետք է կարողանանք օգտագործել, դա համարում ենք շանս, ինչ լավ է, որ Աստված մեզ սա է տվել, Հայկ Նահապետը այս տարածքը ընտրեց մեր համար, այս ժառանգությունը, ձեր հարցը ես այդպես հասկացա, գնահատենք, ինչ արեցինք, ինչ ենք անում, դեռևս մի քանի օր կա։ Ես կարծում եմ, որ այս վերջի շրջանում, երևի 20-25 տարվա մեջ, առաջի անգամ է, որ մենք մեր շանսը սկսեցինք ճիշտ օգտագործել։ Այ ես համարում եմ շանս այս տարածքում, որը մեր հայրենիքն է, որտեղ մեր պետությունն է, մենք մեզ հարմար զգանք, մենք համարժեք լինենք, հարմոնիկ բան ստեղծվի, եթե քանի որ մեզ հիմա նաև դիտում են Սփյուռքի մեր հայրենակիցները, նրանք ովքեր որ չեն ապրում մեր տարածաշրջանում, մեր հայրենիքում, չէ, հիմա մենք նրանց էլ ենք դիմում, ասում ենք, որ գիտեք, որ այստեղ լավ է լինելու, այստեղ վատ չի անելիք կա, այստեղ կարելի է, մեր երկրում կարելի է կայանալ, կարելի է լավ ապրել,
կարելի է ծրագրեր մշակել, Ահա։ այ դա է, ես կարծում եմ, որ մենք հիմա այդ անցումային, այդ հորրետեսականից, դատավճռից մենք հիմա անցում ենք կատարում դեպի շանսը, կկարողանանք, մենք արժանի ենք դրան, թե չէ։ Լավ, ինչ ունենք դրական այդ դեպքում, եթե այդ խոսում եք նրա մասին, որ մենք պետք է գնահատենք ունեցածը եւ բացի գնահատելուց գնահատենք եւ կարողանանք ճիշտ օգտագործել, ճիշտ է։ Ինչ ունենք, որը չեմ ասում քիչ են գնահատել, դուք ոնց հարկ եք համարում այդպես պատասխանեք, ինչը ունենք, որը արժանի է, որ մենք գնահատենք, ոչ թե ասենք, դե դա կարևոր չէ, մեզ ուրիշ բան է պետք։ Ինչը ունենք, որի վրա կարող ենք հենվել, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է իսկապես դուրս բերել մեզ եւ հեռանկարային լինել Հայաստանի համար։ Նախ եւ առաջ ասենք, որ մենք որպես կենսաբանական տեսակ հայ մարդը, որպես կենսաբանական տեսակ հենց այս տարածաշրջանին է հարմարվել։ Սելեկցիայի հետևանքով մենք մնացել ենք Գումիլով բան կան այդպիսի գիտնականներ, որ ասում են, որ լանդշաֆտի վրա ճիշտ այնպես ինչպես բուսական աշխարհը, այդպես էլ կենդանական աշխարհը, այդ թվում Homo sapiens-ը հարմարվում է այդ տարածաշրջանին։ Դա արմատի հարցն է, ճիշտ է, այո, մենք այսինքն մեր երկիրն է։ Առաջինը մեր երկիրն է։ Մենք ապրում ենք մեր երկրում, այստեղ հարմար է։ Մենք հազարավոր տարիների ընթացքում հարմարվել ենք բնության այս պայմաններին։ Երկրորդը արդեն քաղաքական եւ սոցիալական վիճակը։ Ես կարծում եմ, որ ճիշտ օգտագործելը, այսինքն ճիշտ վարքագիծ ձևավորելն է։ Հիմա օրինակ այսօր 3 մի քանի օր է ամենահետաքրքիր տարածաշրջանն է դարձել մերձավոր արևելքը, որովհետև Իսրայելը, պատկերացնեք Իսրայելը, Կիպրոսը եւ Հունաստանը ռազմական դաշինք կնքեցին ընդդեմ Թուրքիայի, ոչ թե Իրանի, արաբական աշխարհի, Գերմանիայի դեմ չի, դա Սերբիայի դեմ չի, հակաթուրքական կոալիցիա, այ 3 առաջորդն է եղել։ Դուք պատկերացրեք, մենք այստեղ մեր լեռներում մենք ենք ու մեր սարերում ու հանկարծ մեր համար Թուրքիայի թիկունքում ձևավորվել է հակաթուրքական ռազմական կոալիցիա։ Գիտեք, այնտեղ հաշվել են նավատորմը, ինչ համամասնությունով իսրայելական սուզանավերը, հունական ռազմանավերը, Կիպրոսի բազաները եւ այլն, լուրջ հակաթուրքական կոալիցիա է ձևավորել։ Մեր դերը այստեղ շատ մեծացավ։ Ընդհանրապես դեռևս հին աշխարհից մենք դա գիտենք, որ արևմուտքի համար, հռոմեական իմպերիան, գերմանական իմպերիան, Անտանտայի համար այս տարածաշրջանում մերձավոր արևելքում դաշնակից ունենալը հենակետ ֆորպոստ անվտանգության գոտի ունենալը համարվել է ստրատեգիական խնդիր։ Հիմա տեսեք, անսպասելիորեն մի քանի օր առաջ մենք այդ նվերը ստացանք։ Հիմա մեր դերը շատ մեծացավ եւ կարեւորացավ դրանով։ Մի քանի օր առաջ նաեւ ուղղակի մենք հիմա քանի որ տակ ուղիղ եթերը մի քանի օր առաջ Իրանի ղեկավարները 3-ն էլ էթնիկ թուրքեր են։ Մենք պետք է իմանանք դա։ Դա նույնպես Թուրքիա է, Պարսկաստան չի, դա հիբրիդ է, խիմերա է, ապստորո-հունգարական, ռուս-թուրքական, պատկերացնում եք, ղփչակները եւ սլավոնները Ռուսաստանում։ Իրանն էլ այդպիսի մի բան է, դա պարսկական պետություն չի, դա գոնե այսօր կամ այս վերջի 1000 տարին պարսկական տարը երկրորդականն է։ Նույնիսկ 1500 տարի սկզբից արաբներն էին, հետո եկան թուրքերը, ու հիմա պատկերացրեք, որ այնտեղից էլ մեզ ազդանշաններ են գալի, որ չանցնեք մեր հակառակորդների կողմը։ Եվ երեք մեր երկրի ղեկավարը հայտարարեց adekvatության, համարժեքության մասին եմ ես հիմա խոսում, հայտարարեց, որ ասեց, մենք ձեր հետ էլ ռազմավարական դաշինք կկնքենք, այսինքն մի անհանգստացեք, մենք նախահրցակ չենք լինելու, մենք չենք չարաշահելու մեր
դիրքը աշխարհագրական։ Այդ տեսեք հիմա հասել է այնտեղ, որ մենք ասում ենք, որ մենք չենք չարաշահի մեր աշխարհագրությունը, մեր հնարավորությունը, դրական դեր ենք կատարելու տարածաշրջանի համար, կարողանանք դա անել, թե չէ, այդ համակարգիչը կես միլիարդ հանոց, որ պետք է Հրազդանում սարքվի, տեսեք հետաքրքիր է, մեր օդանավակայանները հումանիտար նպատակների համար, հիմա այնտեղ հանկարծ որ երաշտ եղավ, դուք պատկերացնում եք ինչքան մեծ կլինի մեր դերը, ես մտածում եմ, որ նոր ձևավորվող իշխանությունը, եկող տարի ձևավորվել է նոր իշխանություն, մենք պետք է ընտրենք նոր իշխանություն Հայաստանում, ազգային ժողովի ընտրություններն են, այդ պետք է արհեստավարժությունը պետք է բխի առաքելությունից, այ մենք պետք է հիմա մշակենք մեր առաքելություն, ասեմ այդ միսիան, գործառույթ, աշխարհիկ, համեստ տերմին օգտագործել, մեր ֆունկցիային համապատասխան իշխանություն պետք է ձևավորենք։ Պարզեք, հա, ձեր ասածը, ում ֆունկցիային, այդ մերը ով է։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրությունից բխող Հայաստանի ֆունկցիան։ Այո, Հայաստանի Հանրապետության։ Այո, Հայաստանի Հանրապետության առաքելությունը։ Մենք ասենք հին աշխարհում եղել ենք հավատարիմ դաշնակիցը, նույնիսկ Օսմանյան կայսրությունը, որ իրեն հայտարարեց նոր Ռոմ, Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո ասեցին շատ բան չի փոխվել։ Հունարենը փոխվել է թուրքերենով, կամ էլ մնացել է հարաբերենով, ասեցին մենք ենք շարունակելու դա։ Այսինքն Հայաստանը Հայաստան ասեմ, Հայաստան չէ, հայությունը հայտարարվեց հավատարիմ էթնոս, որտեղ հայերը Օսմանյան կայսրությունում հույները չէին, իմպերիական հույները, որոնցից խլել էին թուրքերը, երկիրը խլել էին, պարսիկները չենք, մրցակից արաբները չենք հալածված, մենք ստացանք հատուկ կարգավիճակ, ես կարծում եմ, որ շատ վատ օգտագործեցինք մեր կարգավիճակը, հասանք գենոցիդի, դա նշանակում է, որ մենք սխալ ենք արել ինչ-որ բան, մենք պետք է շահենք, ավստրո-հունգարական ասեմ, տարբերակը պետք է լիներ, մենք պետք է այդտեղ լինեինք, շատ ազդեցիկ էինք, պետք է դա օգտագործեինք։ Ինչ ենք սխալ արել, պարոն Արշակյան։ Որ դարձանք հալածված էթնոս, Թուրքիայում մենք պետք է լինեինք իշխող։ Ինչն ենք սխալ արել, որ դարձանք հալածված։ Անհամարժեքություն, մենք չհայտարարեցինք Թուրքիան մեր հայրենիք, ոնց որ Բյուզանդիայում, մենք պետք է Բյուզանդիան վերցնեինք, տեսեք ինչ եմ ասում, մենք պետք է Բյուզանդիան վերցնեինք, հունա-հայկական պետություն պետք է լիներ Բյուզանդիան, ոչ թե հպարտանանք ասենք, այսքան զորավար ենք ունեցել, այսքան իմպերատոր ենք ունեցել Բյուզանդիայում, այ դա լիներ մերը, դրա հպարտանալու բան չի, մեր երկիրն է եղել, մենք զորավարներ ենք ունեցել, դա մենք չենք արել Բյուզանդիայում, Բյուզանդիա Հռոմում, Օսմանյան կայսրությունում էլ մենք դա չարեցինք, մեզ համար մնաց խորտ, մահմեդականությունը խորտ, սունին խորտ, անասնապահությունը խորտ, աղոթքը խորտ, երաժշտությունը խորտ, բանակը խորտ, մենք խորտ պետություն հայտարարեցինք Օսմանյան կայսրությունը ու նրանք էլ մեզ հայտարարեցին ոչ հավատարիմ ու հասավ գենոցիդին։ Հիմա ես մտածում եմ, որ քանի որ ունենք այդքան մեծ հզոր սփյուռք ու հայապահպանությունը առանձնապես դժվար չի ինտերնետի շնորհիվ, կարող ենք ցանկություն եթե լինի, կարելի է մնալ հայ աշխարհի տարբեր մասում։ Ուրեմն գործառույթը, ես դա եմ ասում, գործառույթը մենք լինենք այս տարածաշրջանի համար ամենահավատարիմը տարածաշրջանին, մենք լինենք լեգիտիմ պետություն, այլ լեգիտիմության խնդիրը, գործառույթը ոչ մեկի նման չենք, ոչ թուրք ենք, ոչ պարսիկ ենք, ոչ շիա ենք, ոչ սունի ենք, ոչ էլ արաբ ենք, ու իրենց նման չենք, այ դա է հետք, մենք իրենց նման չենք, այս տարածաշրջանում մենք աննման ենք, այդ աննմանությունը արժեք է,
այլ ընտրանք է, այ մեր գործառույթը այստեղ աննման լինելն է։ Ես ասեմ, որ հիմա մենք այս տարի կարևոր բան արեցինք, մեր նմաններին գտանք։ Արևմտյան Եվրոպան շատ հետաքրքիր բան էր։ Ես չգիտեմ անցնենք դրան թե չէ։ Անցնենք ձեր հարցին։ Որովհետև մենք ամփոփում ենք տարին, մենք տեսնում ենք ինչ ամենակարևոր բանը, եթե չհաշվենք, որ Բենիլյուքսից Թաքուհին եկավ ծառատունգ անցկացրեց, խորհրդանշական է։ Թաքուհին շատ արժանավոր, այնտեղ շատ հարգարժան։ Թաքուհին եկավ այստեղ ծառներ տնկեց Եվրոպայից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, գիտեք, սա երկրորդ հանրաքվեն էր, փոքր հանրաքվե անցկացրեցինք, առաջի հանրաքվեն անկախության հանրաքվեն էր, մենք հայտարարեցինք, այն նորից գործառույթի մասին ենք, հետաքրքիր ժառանգություն ունենք մենք այսօր, ինչ հետաքրքիր ժառանգություն է, հունա-հռոմեականը թողնենք, 91 թվականին 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, գուցե 22-ին, ես պատգամավոր էի, դուք ասացիք։ Ազգային ժողովը գերագույն խորհուրդ էր կոչվում 100%, բոլորը քվեարկեցին, հաստատեցին հանրաքվեի արդյունքները։ 2.5 միլիոն մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 2.5 միլիոն, բոլոր ընտրելու իրավունք ունեցող մարդիկ քվեարկեցին Հայաստանը, հռչակեցին անկախ, եւ գերագույն խորհուրդը հաստատեց դա։ Երկրորդը չէր լինելի շատ երջանիկ կլինեինք մենք, շատ կմեծամտանային երկրորդը, սա ինձ մի 10 տարի առաջ գերագույն ազգային ժողովը ապօրինաբար ջնջեց հանրաքվեի արդյունքները, իր նախորդի գերագույն խորհրդի քվեարկությունը չեղյալ համարեց, Հայաստանը տարավ դարձրեց պրովինցիա, Եվրասիական միություն, Մաքսային միություն, անուն ազգանունով այդ մարդիկ կան, նրանցից մի քանիսը ոչ եւս են, օբյեկտիվորեն, բնականաբար հեռացել են այս աշխարհից, բայց մյուսները կան, պետք է մենք այդ գնահատականը տանք, եւ երրորդը, անցյալ տարի մեր քաղաքացիները հանրաքվե անցկացրեցին, փոքր հանրաքվե, ստորագրահավաք պարտադրեցին, խնդրեցին, հանձնարարեցին Հայաստանի Հանրապետության իշխանությանը իր թևերով, իշխանությունը իր թևերով, որ հայկական պետությունը, հայ ժողովուրդն ուզում է լինել Եվրոպայի մի մասը, մենք ուզում ենք գնալ Եվրոպա, դուրս ենք գալիս Մաքսային միությունից, Եվրազիական միությունից, ODKB-ից, ուզում ենք դուրս գալ SNG-ից, ստորագրահավաքը 60,000, ես ասեմ, ուզում եմ հարգանքի տուրք, ես այդ մարդկանց ուզում եմ, որ մեր հետևորդները իմանան, 4 կուսակցություն, 3 կուսակցություն, Հանրապետություն կուսակցությունը, Արամ Սարգսյանի ղեկավարած, Հանուն Հանրապետության կուսակցությունը, Արման Բաբաջանյանի ղեկավարությամբ եւ Եվրոպական կուսակցությունը Տիգրան Խզմելյանի ղեկավարությամբ։ Եվ ես այդպես եմ ասում, մենք ազատ քաղաքացիներս, անկուսակցական քաղաքացիներս Հովսեփ Խուրշուդյանի պայմանական է դա ղեկավարությամբ անցկացրեցինք, դիմեցինք պետությանը, անցկացրեցինք հանրաքվե, ստորագրահավաք եւ դիմեցինք պետությանը, ասացինք, որ ուզում ենք գնալ Եվրոպա, մանավանդ Եվրոպան հրավիրում է մեզ իր շահերից ելնելով։ Այ մի քիչ առաջ մենք խոսում ենք մեր գործառույթի մասին, այդ աննման լինելը, այդքան էլ աննման չի։ Մենք եվրոպացի ենք, մեր ծագումով, մեր մշակույթով, մեր արտաքինով, մենք եվրոպացի ենք, այդ Եվրոպան մեզ հրավիրում էր, ու մենք գնացինք, այս տարվա գլխավոր նվաճումը դա է, որ մենք կուրսը փոխեցինք, մեր նավը այս օվկիանոսում արդեն ունի նավահանգիստ, մենք իր մեջ ծովի ծփենք, հիշում եք,
միջնադարից, ոչ նավ ունենք, ոչ նավավար։ Հիմա մենք եւ նավ ունենք, մեր հայրենիքը մեր նավն է, Նոյան տապան ունենք մենք, Նոյան տապան։ Այ մենք մեր նավը հիմա տանում ենք դեպի մեր նավահանգիստը, դեպի Եվրոպա։ Մենք ով եմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ օրենքը այս տարի կարևոր էր, որ այդպիսի օրենք է ընդունվել։ Գնում ենք դեպի Եվրոպա։ Մենք փորձեցինք, երբ որ ուրվագծում էի խնդիրը, ասացի ինչ ունենք, որը տեղափոխելու ենք մյուս տարի։ Շատերը շատ հորետեսորեն են վերաբերում այդ գործընթացներին, այն ընթացքին, որը հետևեց այդ օրենքի ընդունմանը եւ այդ դուք նորոշեցիք դա որպես հանրակրվե, այո, դե Փոքր հասարակական կարծիքի հարցում էր այդ ստորագրահավաքը, այդքան մարդիկ իրենց կարծիքը ստորագրությամբ ամրագրեցին, այո, հորետեսորեն են ուրեմն գնահատում այդ ընթացքը, որը հետևեց եւ ստորագրահավաքին, եւ ասում են մենք դոփում ենք տեղում, լավագույն դեպքում, վատագույն դեպքում նահանջել է, իշխանությունները նահանջել են, ոչ մի խոսակցություն չկա, որ մենք շարունակում ենք, շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, ոնց որ թե չհայտարարված սառեցված վիճակ է։ Նույն սառեցվածը, որը այնտեղ ՕԴԿԲ-ն է, հապկն է սառեցված, բայց Պուտինն ասեց լավ էլ դեռ անդամ են, հա, սառեցված է, սառեցված չէ, անդամ են, դուրս չեն եկել։ Այստեղ էլ սառեցված է, գործողություններ չեն կատարվում, ոչ մի։ Որքան ժամանակ կարող են սառեցված մնալ եւ համաձայն եք արդյոք, որ սառեցված է, գուցե ասեք ոչ, այնտեղ չգիտեմ ինչ որ փաստաթղթեր են ստորագրվում, դանդաղ, բայց ընթացքը կա, գնահատականը ձեր։ Մեր բարեկամ Տիգրան Խազմալյանը ամենաբարձր դրա մասին խոսում է Տիգրան Խազմալյանը։ Այո։ Եվ ճիշտ է անում։ Ես չեմ ասում դա։ Ես մի քիչ ավելի մեղմ եմ մոտենում։ Իդեպ կարծիքները շատ տարբերվեցին եւ ոմանք խոսում են, որ այ դուք երեք կուսակցություն մատնանշեցիք, այդտեղ կա անհամաձայնություն կարծիքների այս հարցի շուրջ։ Տիգրան Խզմալյանը համարում է, որ սառեցված է։ Հովսեփ Խուշուձյանը համարում է եւ Կարծեմ Բաբաջանյանը համարում են, որ ոչ գործընթացները նորմալ են գնում։ Ձեր կարծիքը։ Ես կարծում եմ, որ ուզում եմ այդպես լինի, մտածում եմ, որ օբյեկտիվ պատճառներ կան դանդաղելու այդ զգուշավորության համար, գուցե կան օբյեկտիվ պատճառներ, այ կանխավարկած եմ վերցնում, ուզում եմ այդպես լինի, այ չեմ ուզում բանելի իմ տարիքից է, ես չգիտեմ։ Այսինքն հակված եք արդարացնելու իշխանությունների գործելավոճը, տեմպը։ Ես նույնիսկ ինքս էլ չեմ կարողանում դա ասել, արդարացնեմ, թե չարդարացնեմ, դա արդարացի է, թե չէ, այ հույս, որ արվում է այն հնարավոր ամեն ինչ, վտանգներ կան, մենք գիտենք այդ վտանգները, մենք գիտենք ինչեր կարող են անել, ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք դա գիտենք, այսինքն արդյոք կա ինչ-որ մի բան, որ մենք չգիտենք, այս դա եմ ասում, հնարավոր է, որ մենք չգիտենք այդ սպառնալիքը բեսպաշադնին, բեսմիսլենի բեսպաշադնին, այդ ձևակերպումը իրենք են իրենց համար հնարել, այսինքն այդ SNG-ն, Ռուսաստանից եկող սպառնալիքը ես չգիտեմ, այո, Ռուսաստանից եկող սպառնալիքը ես չգիտեմ, հնարավոր է, որ անհոգության դրսևորում է դա, արհեստավարժության ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է, որ դանդաղել է, անգործության հետևանք է, որ դանդաղել է, հնարավոր է, որ դա հնարամիտ բանից խուսափելն է, աղետից խուսափելու քաղաքականությունը, այ ես տեղյակ չեմ, ես քանի որ չեմ շփվում իշխանությունների հետ, հարգելի պատճառով ես թոշակառու եմ եւ առողջությունս չի ներում դրանց հետ շփվելու համար, ասում են տոքսիկ է իշխանությունը, երբ ես իշխանությունում էի, ես դա գիտեի, հայլու մեջ տեսնում էի տոքսիկ, ինձ իշխանությունը ընդհանրապես վտանգավոր բան է,
Ես չեմ շփվում նրանց հետ, չգիտեմ, հրապարակում ինչ որ կա, դա մի տեսակ ուղղորդում է ինձ, այ մի քանի օր առաջ, որ Ռուսաստանը հայտարարեց, ասեց, որ Հայաստանում չի կարող ոչ ռուսամետ իշխանություն լինել, այդ որ դուք ասում եք այսինչը ռուսամետ է, այնինչը ռուսամետ է, կալանավորում եք բան, ասեց դուք բոլորդ եք ռուսամետ, Մարիա Զախարովան։ Այո, Փաշինյանից ասած, որ Փաշինյանը ասում է, որ դուք բոլորդ եք պետք է ռուսամետ։ հարաբերությունները շարունակել։ Այ ես դա մեջ անհանգստացա, մտածեցի, ուզում եմ ասել, դե փորձեք ռուսամետ չլինել։ Ես հիշեցնեմ մեր հարգելի հետևորդներին, որ 18-րդ դարում Ռուսաստանի իմպերատրիցան Գոլշտեյնը երկու թոռ ուներ, մեկի անունը Կոստանտին էր Կոստյան, մեկը Ալեքսանդրա, ուրեմն Կոստյան, Կոնստանտինը պետք է լիներ Կոնստանդնուպոլսի իմպերատորը, թագավորը, իմպերիան պետք է լիներ Սանկտ Պետերբուրգում, պետք է լիներ գրավվելու էր Կոնստանդնուպոլիսը, թագավորը Կոնստանդնուպոլսում պետք է լիներ Կոստանտինը, իսկ Ալեքսանդրը պետք է լիներ Հայաստանի թագավորը։ Եկատերինայի մասին, Եկատերինա երկրորդի մասին է նա ծրագիրն էր, Պավելի ծրագիրը դա էր գրավել Օսմանյան կայսրությունը, լիկվիդացնել հարավը, թողնել անգլիացիներին, թողնել Պաղեստինը այն ժամանակվա սուրբ քաղաքը թողնում էին եվրոպացիներին, իսկ այս մասը վերցնում էին, վերականգնում էին հայկական պետությունը եւ հունական պետությունը ու իդեպ մրցակցային բաներ անգլոսաքսոնները, եվրոպացիները ազատագրեցին, օգնեցին հույն ժողովրդին, Հունաստանը անկախացավ, դարձավ հունական պետություն, Ռուսաստանը այստեղ ստեղծին Արմյանսկայա օբլաստ, Արմյանսկայա օբլաստ, որ հետո դառնար, իբր հետո պետք է սնուցում գնար, ներարկում պետք է գնար այդ օբլաստի մեջ, հայկական օբլաստի մեջ պետք է ներգաղթ կազմակերպվեր ու հռչակվեր հայկական թագավորություն։ Բայց ես կարծում եմ նաև մեր ամփոփության հետևանքով Արմյանսկայա օբլաստը դարձավ Երևանսկայա օբլաստ ու հետո արդեն դրանից 100 տարի հետո գերմանական պատերազմի հետևանքով Վիլհելմ Կայսերի ծրագրերի հետևանքով նա հայտարարեց, որ գրավյալ տարածքներում վերականգնելու են ազգային պետությունները 1916 թվականին Լենինը չի ուկրաինական պետության հիմնադիրը ֆիննական լեհական պետության հիմնադիրը Լենինը չի, Վիլհելմ II Կայսերն է, ընդհանրապես Հաբսբուրգները Ավստրիայի, նրանց ծրագրերն էին կոնֆեդերացիան։ Ուրեմն հիմա մեր երկիրը փաստորեն այն ժամանակ էլ Ռուսաստանի համար մենք եղել ենք պարգև, նվեր ենք եղել արդարացումը էքսպանսիայի, այ ռուսական էքսպանսիան ծավալապաշտությունը ուներ արդարացում, ասում էր մենք քրիստոնյա հայերին հատուկ քրիստոնյաներին, իմպերատրիցան որտեղ բողոքական էր, ես ձեզ ասեմ, ձեզ չէ, ձեզ բարեկամներ, ռուս ժողովուրդը աստվածաշունչը կարդացել է 1871 թվականից, երևի Լորիս Մելիկովի շնորհիվ, դուք գիտեք որ ռուսները թարգմանիչ չեն ունեցել, այ որ ասում են քրիստոնյա ուղղափառ ռուսները, Պուշկինը ֆրանսերեն է կարդացել, Տոլստոյը ֆրանսերեն են կարդացել աստվածաշունչը, ռուսերեն չի եղել, պատկերացնում եք ռուս ժողովուրդը քրիստոնյա չէր, վերնախավը, տերտերները այո քրիստոնյա են, որտեղ բուլղարերեն գիտեին, կամ հունարեն, կամ լատիներեն, շատերը հայեր են, ոմանք հայեր են, ուրեմն այդ քրիստոնեական առաքելությունը ռուսական իմպերիան լեգիտիմ էր իրեն զգում, որ ազատագրում է օրինական։ Դուք այս ամենը պատմում եք, որպեսզի բերեք ցույց տաք որ ռուսները նույնպես Եվրոպա են, ռուսները պարտավոր են,
Ռուսները պարտավոր են, դա իրենց առաքելության մեջ է մեզ աջակցելը, մեզ լավություն չեն անում, մենք ենք իրենց լավություն անում։ Ներողություն, եկեք ձևակերպումը մեկ այլ փորձենք միասին անենք։ Հա, մեկ այլ ձևակերպում տամ։ Շահավետ է Ռուսաստանի համար Հայաստանի հետ կամ ներողություն շատ կոպիտ չեմ ուզում, չէ, դա չեմ օգտագործի, իրենց շահերից է բխում լավ հարաբերություններ ունենալ, շատ լղոզեցի, լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ։ Լավ չէ, շատ լավ։ Դա իրենց արդարացնում է իրենց Բայց որպես առանձին պետականություն։ Տեսեք, իրենց Բայց որպես առանձին պետականություն Հայաստանը թերացել է ռուսական իմպերիան խայտարակ ձևով ձախողվել է Հայաստանում, ձախողվել է, վերացրել է գոյություն ունեցող վրացական պետություններ վերացրել։ Մենք խոսում ենք Արմյանսկայա օբլաստի մասին, բայց վրացական թագավորությունը լիկվիդացրեցին, այսինքն առաքելությունը, որ ուներ ռուսական իմպերիան, այդ բանը, ոնց է կոչվում, Սրբազան դաշինքը Նապոլեոնին հաղթելուց հետո աշխարհը բաժանեցին 6 պետություններ, Իրանը եւ ժամանակ Պարսկաստանը եւ Թուրքիան նույնիսկ չհրավիրվեցին։ Գիտեք, հակահեղափոխական, հակառեսպուբլիկական, այլ կերպ ասած Հայաստանը մտնում է Ռուսաստանի շահերի, դիտարկվում է որպես Ռուսաստանի շահերից բխող հարաբերությունները շահեկան են Ռուսաստանի հետ եւ Հայաստանին կորցնել Ռուսաստանը չի կարող, որտեղ Ռուսաստանը կոչված է հումքերը ռուսական իմպերիայի գոյության, դեկենգայանը ռուսական իմպերիայի գոյության պայմանը երկու պայման կա, առաջինը ապահովել Եվրոպայի անվտանգությունը տափաստաններից եկող հորդաներից, Աստրախանից Արխանգելսկ փակել։ Եվրոպան չի ուզում մողոլների, թաթարների, ղփչակների հետ շփվել, Ռուսաստանին դա տվել են, ասել են փակի, քեզ ամեն ինչ կտանք, ամեն ինչ ստացել է Ռուսաստանը Եվրոպայից։ Երկրորդը, Ռուսաստանը պարտավորվել է հարևան քրիստոնեական պետությունների անվտանգությունը ապահովել, անվտանգությունը, դա իր կոչումն է, եթե ինքը չի ապահովում արևմտյան Եվրոպայի անվտանգությունը եւ չի ապահովում հարևան Հայաստանի, Վրաստանի հույների, Պոնտոսի հույների անվտանգությունը, գոյությունը եւ անվտանգությունը, նշանակում է ինքը թերանում է, որպես իմպերիա ինքը բեռ է, գործառույթ չունի։ Դրա համար մենք լավություն ենք անում, որ ասում ենք ռուսներ մեզ օգնեք։ Ուստի Հայաստանը այս իրավիճակում, երբ որ դուք ասում եք պետք է աներ, չի անում, եվրոպական երկիր է Ռուսաստանը, պետք է Եվրոպայի հետ լիներ, բայց նա թերանում է։ Դուրս է, թերանալ շատ դառնում է ոսկե հորդա, պարբերաբար հարձակվում է։ Այս իրավիճակում Աուստերլիցում ինչ էր անում ռուսական իմպերիան։ Ինչ հնարավորություն ունի Հայաստանը, որպեսի չսուզվի, ճահճի մեջ չխեղդվի, այո։ Ես հիմա կարծում եմ, որ ես հավանություն տալիս եմ իշխանության այս քաղաքականությանը, համարում եմ, որ եռանդով չի անում դա, կարելի է ավելի եռանդով դա անել, բայց այդ որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ է սկսում, այ երբ որ պետք է ասում է ոչ։ Այ դա է ինձ դուրգա, որ ասում է ոչ, ձեր օդեկաբեին ասում եմ ոչ, ձեր երկաթուղուն ասում եմ ոչ։ Երբ է դες բան ասել։ Օդեկաբեին։ Օդեկաբեին էլ երկաթուղուն։ Երկաթուղին մի երկու օր առաջ։ Ասեց նոր կառուցվող հատվածը։ Ասեց չէ կամ արեք, չէ, այ դա էր ինձ դուր եկավ։ Ասեց կամ աշխատեք, կամ մենք ձևը գիտենք, մենք ինքներս կանենք, այսինքն մենք կանենք։ Կամ դուք ձեր գործը արեք, ապահովեք մեր անվտանգությունը, կամ թողեք գնացեք, տեղը մի զբաղացրեք։ Այ դա էր նշանակում։ Հաջորդը կարող են լինել գազամուղը, կամ մեզ ջրի գազ տվեք, կամ մենք գազի տեղը գիտենք, կբերենք, կամ մեզ բենզին տվեք, կամ մենք տեղը գիտենք, կբերենք։ Այդ իմաստով ինձ դուր է գալիս այս քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական կուրսը, որ
ինքնունություն, ասենք արժանապատվություն եւ համարձակություն է ձեռք բերել։ Այդ չափով ես ուզում եմ, որ իրենք ավելի իդեպ մենք մի անգամ եղել ենք Ռուսաստանի հետ այդպես 1990 թվականին, երբ ռուսները գնացին Հայաստանից։ Դու գիտեք, որ գնացել են։ Ցավալի բան է։ Նրանք հեռացան։ Ցավալի, այսինքն դժվար շրջաններ նկատի։ Չէ, որ այդպես եղավ։ Ես կուզենայի, որ մենք նվաճեինք, որ մենք վռնդեինք, բայց այնպես առավոտ արտացանք, տեսանք, որ ռուսները գնացել են, հայտարարել են, որ դուրս են գալիս սովետական միության կազմից։ Բա մենք վեր կացան, մերոնք լաց էին լինում, ինչ բաներ, ողբում էին, ասում են ուր եք գնում, բա Հայաստանը, դրանից 45 օր հետո սպասել ենք մենք, որ գուցե հետ գան, գուցե թյուրիմացություն է, ռուսները հետ կգան, 45 օր հետո նոր մենք հռչակեցինք անկախ, նախավերջինն էինք, բոլոր սովետական սոցիալիստական հանրապետությունները հերթով սովետական միությունից դուրս եկան, 13-րդը մենք դուրս եկանք, մեզանից հետո Թուրքմենիան, այսինքն մեզ մի անգամ Ռուսաստանը լքեց ու այդ ժամանակ գործընկերային էին մեր հարաբերությունները, Լևոն Ակոպիչը, օրինակ Ռուսաստանի ղեկավարը Բորիս Ելցինը, չէ, բոլոր իր ծրագրերի մեջ որպես գործընկեր հրավիրում էր Տեր-Պետրոսյանին, Լևոն Ակոպիչ, հես անենք, են անենք եւ այլ։ Ես Գերագույն խորհրդի պատգամավոր էի այդ Գոսդումայում բարբերաբար հյուր էի լինում, այնինչ մենք ասում ենք, սա ուզում ենք, նա չենք ուզում։ Սա հարմար է մեզ, սա հարմար չի։ Մենք համաձայն չենք աջակցի, չենք ընդունում, չենք գա, դուք էլ մի եկեք։ Այսինքն այդպես էինք խոսում գործընկերային, կռիվ չէր։ Դուք համեմատում եք այդ ժամանակահատվածը, Ելցինյան ժամանակահատվածը, փաստորեն մատնանշեցիք, այսօրվա ժամանակահատվածը։ Թող այդպես լինի։ Ցանկությունն է։ Թող այդպես լինի, որ հռչակենք, ինչ ուզենանք անենք։ Մենք հռչակեցինք ու դաշնակից եք Ռուսաստանին, ասում ենք, եթե դաշնակից եք, ուրեմն անում ենք սա, եթե չեք գալիս, ուրեմն մենք ունենք դաշնակից, մեզ աջակցող կա։ Բայց տեսնում եք, այսինքն ձեր խոսքից ես հասկացա, որ դուք տեսնում եք այդ տոնայնությունը Հայաստանի իշխանությունների։ Այսքանի օր, այո, ես ասում եմ, որ վերջի ելույթը Նիկոլ Փաշինյանի, որ ասեց այդ երկաթուղին սարքեք, թե չէ մենք կվերցնենք։ Ես հույս ունեմ, որ գազամուղի համար էլ կասի, գազի գինը դարձրեք ձեր գազի գինը պլյուս տրանսպորտը, չէ, ձեր գինը պլյուս տրանսպորտը։ Բա իհարկե, բա ձեր առաքելությունը որն է, բա դուք ինչի եք իմպերիա, Վելիկայա դերժավա, այդ տիտղոսը պարտավորություններ է բերում, եթե դուք Վելիկայա դերժավա եք, ուրեմն ձեզ պահեք այդպես, եթե դուք կնյաժstvo եք Մոսկովսկայա, Մոսկալի, ուրեմն ձեզ պահեք Մոսկալի որպես, ուրեմն մեզ հետ խոսեք, հարգելով մեր արժանապատվությունը եւ ձեզ պետք է նույնպես պատիվ բերի ձեր վարքագիծը։ Գովազդ ենք հայտարարում եթերում։ Գովազդ է եթերում, սիրելի հայրենակիցներ, տեսնում եմ հեռախոսազանգեր եւս կան, անպայման հնարավորություն կտամ ձեր հարցերը ուղղեք մեր հյուրին։ Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Ազատ Արշակյանի հետ, հասարակական քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի պատգամավոր։ Այժմ եկեք անդրադառնանք նորից հետ գանք աշխարհաքաղաքական դիրքի հետ կապված մենք խոսակցություն նաև պետք է ունենայինք Թրամփի ուղին չէ այն ինչ հիմա ես բարձրացնելու եմ հարցը Դրան վրայով նաև Թրամփի ուղին եւս կդիտարկենք օգտագործենք այդ ճանապարհը բարի Իսրայել-Կիպրոս Հունաստան ռազմական դաշինքի մասին դուք խոսեցիք ինչ ունենք այս պահին ունենք ընդ որում Թուրքիայի դեմ հռչակված է որ Թուրքիայի դեմ այո հակաթուրքական է եւ ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կարգավորող Հայաստան Եվ այո, ինչու ոչ, Թրամփի ուղի, որի մասին այժմ խոսակցությունը ավելի ակտիվացել է, կարծես թե ինչ-որ գործողությունները եւս պետք է ակտիվանան։ Եվ այսպես, Իսրայել-Կիպրոս Հունաստան ռազմական դաշինք, Թուրքիայի դեմ Հայաստան։ Իդեպ միջերկրական ծովի այդ հատվածը, այդտեղ շատ կարևոր է նաեւ Եգիպտոսը, կարևոր է Ֆրանսիան, այսինքն այնտեղ Թուրքիան ունի շատ լուրջ խնդիրներ։ Հիմա Նրան այստեղ Հայաստանում, Վրաստանում պրոբլեմ պետք չի մի դիվիզիա կարող է մի դիվիզիա կարող է մտնի Անկարա եթե ինքը մի միլիոն զինվոր ոնց որ առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ էր ուր ուզենայինք կգնայինք կհասնեինք ուզենայինք կգնայինք որտեղ նրանք կռվում էին Դարդանելում անգլիական նավատորմի դեմ այդպիսի վիճակ է ստեղծվել Թուրքիան հիմա շատ շահագրգռված է որ այստեղ քրդական սահմանի վրա մենք Թուրքիա ենք ասում հիմա սա քրդական սահմանն է Արաքսի մյուս կողմում քրդական զանգվածն է դա էլ է խնդրեմ Թուրքիայի համար մենք կարող ենք աջակցել օրինակ Իսրայելը հիմա աջակցում է քրդերին Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են քրդական պետություններ են ստեղծվում Սիրիայում եւ Իրաքում ուրեմն տեսեք ինչքան բան է Թուրքիայի համար թուրք-պարսկական հարաբերությունները ես հետևում եմ ռուսախոս ադրբեջանական կայքերին նրանք ընդհանրապես Թեհրանը ուզում են Թավրիզը չէ Թեհրանն են ուզում ասում են գնացեք ձեր Շիրազը պարսիկներին ասում գնացեք հեռացեք դա ձերը չի էլ եղել ոչ էլ եղել է այսինքն ադրբեջանա-պարսկական հարաբերություններն էլ շատ բարդ են Ադրբեջանի համար Զանգեզուրը ես չգիտեմ որ երրորդ տեղն է զբաղեցնում եթե խնդիր է դրված Բաքուն միացնել Թավրիզին Թավրիզը միացնել Բաքվին
Չենք խոսում Ռուսաստանի մասին Կասպից ծովում։ Հաջորդը այդ թուրքական Թուրան ծրագիրը, որ իրականանա, բանալին մեր մոտ է իդեպ։ Ընդհանրապես նրանց համար ճիշտ կլիներ, որ Թավրիզով ու Թեհրանով գնային Միջին Ասիա, իրենք են այդտեղ, չէ, բայց ուրեմն դա այնքան բարդ է, որ նրանք այս փոքրիկ նեղուցով են ուզում անցնել մեր, ուրեմն մեր մոտ է բանալին։ Հա, ամերիկացիներն ասում են մի օրինակներ տվեք մեզ, ասում ենք վերցրեք մի քանի օրինակ կարող ենք տալ, գիտեք չէ, մի քանի օրինակով բացելու կանոնը սեյֆեր կան, որ մի հոգի չի կարող բացել պահարաններ։ Հիմա ես կարծում եմ, որ մենք պետք է ձեր օրակարգն եմ ես ուզում վերադառնալ, մենք պետք է օգտվենք մեր շանսը, մենք պետք է օգտագործենք, թող իրենք զբաղվեն իրենց հոգսերով, մենք այստեղ Տիգրան Մեծի բանաձևին գնանք, ում օգնենք, նա կհաղթի, ում հետ որ լավ լինենք, նա կշահի։ Ռուսաստանի համար ասեմ, որ Ռուսաստանի շահերից բխում է լինել Եվրոպայի հետ, ոչ թե Չինաստանի կամ Պակիստանի։ Դա ասենք, որ իմանան մերոնք։ Այսինքն Ռուսաստանը ճար չունի, նա պետք է գնա Եվրոպա։ Այսինքն մենք ռուսները, գերմանացիները, ֆրանսիացիները մի կուլտուրայի, մի շուկայի։ Թեմա է, բացում Ռուսաստանը գնալու փոխարեն խոսում են, որ պատերազմ է, Եվրոպան սպասում է պատերազմով Ռուսաստան։ Կամավոր, եթե չի գնում, պարտադրում են։ Այլ հարց է, ուրեմն Թուրքիայի դեմ իմ հարցս հետևյալն էր, եթե մենք ունենք այսօր իրավիճակ, ռազմական դաշինք, Իսրայել, Կիպրոս, Հունաստան Թուրքիայի դեմ։ Մեր ձեռքերը ազատված են։ Մենք ավելի համարձակ կարող ենք լինել։ Մենք ավելի համարձակ պետք է լինենք, ես ասացի, որ զգուշավորությունը ողջունում եմ, պատասխանատու մարդիկ պետք է զգուշավոր լինեն, սխալներ չանեն, չպայթեցնեն մեր երկիրը, բայց ես կասում եմ, որ ավելի համարձակ եղեք, որտեղ դուք շանս ունեք, մենք շանս ունենք, իշխանությունը շանս ունի ավելի համարձակ լինելու, ավելի արժանապատիվ լինելու այդ արևելյան Ադրբեջան, արևմտյան Ադրբեջան բան, այդպիսի խոսակցություններին հարկավոր է կոշտ պատասխանել։ Դուք մտածեք ձեր Բաքուն պահելու մասին, ոչ թե Զանգեբասարի մասին մի խոսեք։ Բարի, ընդունենք հեռախոսազանգ, այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ներողություն, Արեզեստիկին Արաքելյան, բարև պարոն Աշակյան, ողջունում ես հրավեր գնելից, նախ շնորհավորում եմ կախավ մեր հայրենակիցների տոները։ Պարոն Աշակյան, այսի հարց դուք բնորոշեցիք ԿՊ-ի գործունեությունը, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, ճիշտ այդ ուղղությունը որպես օրինակ վերեցիք, որ նա ասում է ռուսներին աշխատացեք եկաթուղին, գազը բերեք։ Պարոն Աշակյան, մենք գիտենք, որ Ռուսաստանի զենքերից մեկը հզորը դա տնտեսությունն է։ Հենց որ մենք չենք անում իրենց ուզածը, նրանք տնտեսական ճնշում են գործադրում։ Իսկ նրանց ուզածը, գիտեք, հիբրիդային պատերազմ, ծայրագավառ։ Բացատրեք խնդրեմ, երբ Փաշինյանը դեռ շարունակում է, նույնիսկ պահանջում է, որպեսզի Ռուսաստանի հետ կապերը շարունակվեն, երկաթուղին, գազը, արդյոք ճիշտ է, որ մենք կախվածության մեջ ենք ընկնում Ռուսաստանից եւ որն է այդտեղ ճիշտ ուղին, ինչու եք ասում, որ Նիկոլա Փաշինյանը ճիշտ ուղի է վարում։ Շնորհակալություն։ Մի քիչ ես հարցը լավ չի Ես հասկացա։ Դուք հասկացաք։ Դիվերսիֆիկացիայի ես կարծում եմ, որ ճիշտը դիվերսիֆիկացիան է, այսինքն բազմազանությունը տնտեսական հարաբերությունների մեջ, ոչ միայն Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը, օրինակ հերոստատիտողի հարցի մեջ չէր մտնում ձեր կարծիքը, թե դուք ոնց եք հարմարում։ Դա հարցնում էր Փաշինյանի գործելավոճը, ոնց եք գնահատում, երբ որ Փաշինյանը շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցությունը եւ անգամ ասում է, այո, մենք շարունակելու ենք այս ԵԱՏՄ-ն հետը մեկտեղ։ Չէ, դիվերսիֆիկացիայի մասին, բազմաձևության մասին միշտ հայտարարել են Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական բալանսավորվածից բացի նաև դիվերսիֆիկացիան։ Այո, այսինքն ես կարծում եմ, որ դա պլյուս դա։ Դուք համարում եք, որ դա արվում է։ Այո, այսինքն դա արվում է, ակնհայտորեն դա արվում է, ու դրանից բացի ես կարծում եմ, որ չարժե խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բարի։
Կարծում եմ պատասխանը պարզ էր։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարի երեկո, Բարի։ ողջունում եմ ձեր գալիք տոները։ Շնորհակալություն ձեր նույնպես։ Ցանկանում եմ բոլոր ազգին եւ ձեզ առողջություն երկար կյանք։ Պարոն Արշակյան, դուք լավ եք հիշում, որ Պուտինը ծնկաճոկ այդ հայ կնոջ ձեռքը համբուրեց, երբ որ ամուսինը մեռել էր, որոնք եղել են կարևոր լրտեսներ եւ լավ գործեր են արել։ Պուտինին հարկավոր է դա հիշեցնել, որ Պուտինը երբեք մեր ազգի ոչի չի թողի, որտեղ նա գիտի, որ իր սովետական պատմությունից, ինչ գիտնականներ, ինչ զինվորական մեծեր, ինչ նորարար ստեղծագործողներ, մենք չենք կարող շատ վատ լինել իրանց հետ, բայց մենք պետք է սովորենք իրանց ասել նաև ոչ եւ այո։ Համաձայն եմ։ Որտեղ մենք պետք է ուզենք չուզենք հարաբերություն անենք իրանց հետ, բայց հավասարը հավասարի հետ։ Ձեր կարծիքը ի՞նչ է, պարոն Արշակյան, այս մասին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարցի համար, ձեզ հետ համաձայն եմ։ Ես կիսում եմ ձեր կարծիքը։ Մենք համակարծիք ենք։ Որ դեպքում Հայաստանը կարող է ասել ոչ։ Ցանկությունը մի բան է, իրականությունը այլ։ Որ դեպքում։ Երբ որ դա չի բխում մեր շահերից, այսինքն Ռուսաստանը պետք է իմանա հարգալից լինի մեր հետ։ Օրինակ, մի քանի օր առաջ Ռուսաստանը շատ տգեղ բան արեց։ Մեզ որպես արմյաշկա ներկայացրեց, մեզանից ընտրեց ոչ ամենալավին։ Օրինակ ես ասում եմ, օրինակ Օգանովին կարող էր ընտրել մեր քիմիկոսին, որպես օրինակելի հայ, որպես նմուշ։ Ես ասեմ, տարեց մենք ֆիզիկոս ունենք Հովանեսյանը, Մենդելևի Աղուսյակում տարեր է ավելացրել։ Դուք Արա Աբրահամյանի թեման։ Այո, Արա Աբրահամյանը Միմինո ֆիլմի Խաչիկյաններից մեկն է։ Դա օրինակելի քաղաքացի չի, օրինակելի հայ չի, օրինակելի մտավորական չի։ Ինչու այդպես արեց Պուտինը ձեզ թվում։ Դա վիրավորեց մեզ։ Տգեղ բան արեց։ Այդ դրա համար մենք պետք է նոտամ հղենք, ասենք որ մենք ձեր համար դա չենք, մենք Բաբաջանյանն ու Բաղրամյանն ենք, մենք Արամ Խաչատրյանն ենք։ Մենք ներքին գնահատականն են։ Չի, դրա համար ասում եմ, եթե դուք մեզ այդպես եք միմինո եք պատկերացնում, տգեղ եւ տգետ, ուրեմն դուք սխալվում եք։ Մենք պետք է դրա համար, ես կարծում եմ, որ պետք է մենք ակցիա անենք, ասենք, որ եթե դուք որպես օրինակելի հայ ընտրել եք այդ մարդին, նշանակում է դուք չեք հասկանում ով է հայը։ Ուրեմն դուք մերժում եք մեր զինվորականներին, ձեր Բերլինը, ձեզ հետ միասին Բերլինը մտած։ Դուք մեր մշակույթն եք արհամարում, մեր գիտնականներին եք արհամարում։ Ես ասում եմ, որ Հայաստանը պետք է անպայման ակցիա աներ։ Համայնքի մասին չեմ խոսում, որ այնտեղ համայնքը պետք է ասել հենց դրան ընտրեցիք, այսինքն մենք ենք դա։ Ես մտածում եմ, որ ինչ որ իմաստով այո, մենք պետք է ոչ ասենք ու Ռուսաստանը պետք է իմանա, որ ինքը կախվածության մեջ է մեզանից, իր արժանապատվությունը, իր ֆունկցիան որպես գերտերություն նաև բխում է Հայաստանի հետ իր հարաբերություններից։ Եթե ինքը մեզ հետ վատ է վարվում, նշանակում է ինքը արժանի չի իր կոչմանը, իր ռեսուրսներին, լավ չի պահում իրեն Ռուսաստանը։ Մենք մեզ հարգում ենք, Հայաստանը այնպես է իրեն դրսևորում աշխարհում, որ համարեն, որ Հայաստանի քաղաքացիները հարգում են իրենց երկիրը, Հայաստանը իրեն կարողանում է ճիշտ դրսևորել, ճիշտ մատուցել աշխարհին։ Դա էլ գնահատենք եւ արդեն վերջանում է։ Վերջանում է։ Եթերաժամ։ Այդտեղ մենք անելիք շատ ունենք, որովհետեւ մեր մեջից ընտրում են ամենացածրերին, եթերում չի կարելի, չէ՞ այդպես որոշ բաներ ասել։ Մենք մեր ձևակերպումներ ենք։ Հա, ցածր անարժաններին, մեր մեջից անարժաններին ընտրում են ու ի ցույց են դնում, ասում են, «Էսեք դուք»։ Ես ասում եմ, մենք հարգարժան ժողովուրդ ենք, գնացեք Եռաբորը։ Այդ իրենց գնահատականն է մեր նկատմամբ։ Իսկ մենք կարողանում ենք ճիշտ։ Այ մենք հենց որ անում ենք, մեր ինքնագնահատականը պետք է սկսվի անձնազոհությունից։ Եթե ժողովուրդը անձնակազմ ունի,
Ես ասում եմ 44 օրյա պատերազմը դա ամենալավ բնութագիրն է մեր։ Մինչև վերջի կաթիլը մեր արյան մենք կռվել ենք այդ իմպերիաների դեմ, ռուսական, պակիստանյան, մահմեդական եւ պրավասլավնի իմպերիայի դեմ մեր փոքր երկիրը 44 օր կռվել է։ Ես ասում եմ հանրաքվեն եւ այդ ստորագրահավաքը արժանավոր մեր ինքնագնահատականը պետք է սկսվի դրանից։ Գիտենք ինչ է սպառնում մեզ, բայց գնում ստորագրում ենք։ Գիտենք ինչ է սպառնում մեզ ուկրաինական պատերազմը, մենք մասնակցում ենք այդ պատերազմին երկու կողմից էլ։ Դժբախտաբար երկու կողմից մասնակցում ենք։ Մենք գիտենք, բայց մենք նրան ասում ենք ոչ։ Մենք արժանապատվություն ունենք ու ամեն մարդ թող իր համար օրինակ չվերցնի որևէ անարժան մեկին։ Մենք արժանավորներ ունենք, քվորում ունենք արժանապատվության։ Այ ասում եմ 60,000 ստորագրությունը հենց հիմա սեղանին դրված է։ Շնորհակալ եմ, պարոն Արշակյան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, ես էլ եմ շնորհավորում մեր հետևորդներին եւ մեր քաղաքացիներին տոների կապակցությամբ։ Թող լավ տարի լինի։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Արզատ Արշակյանի հետ էինք զրուցում, հասարակական քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի պատգամավոր։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։